Մեր իղձերն ու երազանքները ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով տարիները։ Այս միտքը Բագրատ Սրբազանինն է։ Եվ ես ընտրեցի հենց այս նախադասությամբ սկսել, որովհետև այն ամբողջովին փոխանցում է օրվա խորհուրդը։ Այս դահլիճում մենք քննարկում ենք մի հարց, որը բարձր է ցանկացած կուսակցական ու քաղաքական հակադրություններից։ Վերջին տարիներին արդարադատության ոլորտում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս մի վտանգավոր միտում։ Կալանքը, որը պետք է լիներ բացառիկ պատժամիջոց, դարձել է քաղաքականացված գործիք։ Երբ խուզարկությունները կատարվում են լուսաբացին նպատակ ունենալով վախեցնել ընտանիքի անդամներին, երբ անձնական օրագրերը դառնում են չատրտավոր ասած ահաբեկչության ապացույց, երբ հանրահավաքում կամ հարցազրույցներում հնչած խոսքը դառնում է ձերբակալության պատճառ։ Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։ Ես սա չի ամրացնում պետությունը։ Այս ամենը ցույց է տալիս, որ արդարադատությունը գործում է ոչ թե օրենքի ուժով, այլ քաղաքական կամքի ազդեցությամբ։ Իսկ օրենքի ընտրողական կիրառումը վերջնական հաշվով վտանգում է հենց պետականությունը։ Եվ ողբերգությունը այնտեղ է, որ այսօր մարդկանց բանտարկում են ոչ թե օրենքով, այլ օրենքի անվան տակ։ Յուրաքանչյուր քաղբանտարկյալի հետևում սպասում է մի ընտանիք։ Երեխաներ, որոնք հարցնում են, թե երբ է հայրիկը տուն գալու։ Ծնողներ, որոնք մի քանի ամսում ծերացել են 10 տարով։ Ընկերներ, որոնք չգիտեն, թե ինչպես օգնել։ Բայց յուրաքանչյուր քաղբանտարկյալի հետևում կա նաև սկզբունք։ Այն գիտակցումը, որ կյանքում կան բաներ, որ ավելի կարևոր են, քան անձնական անվտանգությունն ու ազատությունը, որ արժանապատվությունը չի կարող փոխարինվել ազատությամբ, որ լռելը նշանակում է դավաճանել ինքդ քեզ։ Այսօր մենք ունենք աննախադեպ իրավիճակ։ Կալանավորված են սրբազան հայրեր, Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, հարուցված են քրեական գործեր մի շարք հոգևորականների նկատմամբ։ Հայաստանը իր հազարամյա պատմության մեջ չի ունեցել նման դեպք, երբ երկրի իշխանությունը փորձելով թուլացնել և կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին, կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը այսօր նույնպես անազատության մեջ է։ Մարդ, ում ներդրումները տեսել են Հայաստանի բոլոր քաղաքացիները, քաղաքներում, համայնքներում և մարզերում։ Մարդ, որ աջակցել է պետության գրեթե բոլոր ոլորտներին և բոլորին։ Նա այսօր կալանավորված է ոչ թե արարքի, այլ ազդեցիկ մարդ լինելու պատճառով։ Ինչպես սրբազանները։ Նրանք հայ մարդու խորհրդանիշներն են։ Այսպիսի մարդկանց կալանավորումը չի ուժեղացնում պետությունը, այլ նվազեցնում է պետության արժանապատվությունը։ Այսօր Հայաստանում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, արժանապատիվ մարդիկ, ովքեր բանտում են բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման համար։ Եվ այս ամբողջ անարդարության մեջ հատկապես առանձնանում է երիտասարդ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի պատմությունը։ Մի երիտասարդ աղջիկ, ով բանտարկված է միայն այն պատճառով, որ չի հրաժարվել իր համոզմունքից։ Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքական ճնշումները չեն կոտրում այդ մարդկանց։ Հակառակը, նրանց դարձնում են ավելի պինդ և անկոտրում։ Բանտը կարող է սահմանափակել մարդու ազատությունը, բայց չի կարող սահմանափակել նրա արժանապատվությունը։ Եվ այս մարդկանց արժանապատվությունը այսօր ավելի բարձր է, քան երբևէ։ Այս պայմաններում որևէ իմաստ չունի իշխանություններից ակնկալել արդարություն։ Քաղաքական հետապնդումների հեղինակից արդարություն պահանջել նշանակում է կրկնապատկել խնդիրը։ Այս իրավիճակը շտկելու համար պահանջները պետք է ուղղվեն քաղաքացիական հասարակությանը և միջազգային կառույցներին։ Մենք պետք է ուժեղացնենք հանրային վերահսկողությունը,
ապահովենք միջազգային իրավապաշտպանների ներգրավվածություն եւ մեծացնենք հանրային ճնշումը, որպես հասարակություն դառնալով հակակշիռ նախադեպը չունեցող այս բռնաճնշումներին։ Վերջում ուզում եմ վերադառնալ այն մտքին, որով սկսեցի։ Մեր իղձերն ու երազանքները ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով տարիները։ Այս մարդիկ այսօր կորցնում են իրենց կյանքի օրերը, ամիսները, տարիները, բայց չեն կորցնում իրենց երազանքը։ Նրանց երազանքը ազատ, արժանապատիվ, անվտանգ Հայաստանն է։ Եվ եթե մենք այս դահլիճում չպաշտպանենք այդ երազանքը, ապա ի՞նչն ենք պաշտպանելու։ Հայաստանում, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար, ոչ ոք երաշխավորված չէ։ Երաշխավորված չեն նրանք, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ։ Երաշխավորված չեն անգամ նրանք, ովքեր հավատում են կեղծ խաղաղությանը, որովհետև երբ տնային աշխատանքի պատվիրատուն այստեղ ունի իշխանությամբ օժտված կամակատար, ոչ ոք երաշխավորված չի։ Նույնիսկ նրանք, ովքեր դեռ ճաղերի ետևում չեն։ Ազատություն քաղբանտարկյալներին, արդարություն պետությանը և մարդկային արժանապատվություն յուրաքանչյուրին։